Ես ինքս երբ շատ էի այդ մասին ասում, խոսում, բացատրում, երբեմն քննադատության էի արժանանում, երբեմն նույնիսկ իմ գործընկերների կողմից արդյոք այդ ամեն ինչը չափազանցված չէ եւ այլ եւ այլ։ Այսինքն հավատ չկար, որ Հայաստանում նվազի։ Այո, հավատի խնդիրը կար, այո, դրա համար այս ցուցադրությունը շատ բան փոխեց։ Ռազմավարությունը եւ ես նկատելի էր, որ ժողովուրդը շատ ավելի ուժգին ցնծում էր, երբ որ հրապարակ էր մտնում հայկական արտադրության զինատեսակ։ Ցնծում էին ուղղակի։ Սա նշանակում է, որ մեր հանրությունը մեծ ուշադրություն ունի տեղական արտադրության ու ռազմարտությունաբերությանը։ Ես կկրկնեմ այն խոսքերը, որ 30 տարի մենք փամփուշտ չենք արտադրել, պատկերացնում եք փամփուշտ 762 կամ Եվ հիմա վերջին 4 տարվա, առավելագույնն եմ ասում 4 տարվա, 22 թվականից սկսած, այս ամբողջը հնարավոր է եղել դարձնել իրականություն։ Սա ֆանտաստիկայի ժանրից է։ Մեր արտասահմանյան գործընկերներն անգամ մեծ զարմանք են ապրում, երբ որ տեսնում են Հայաստանը 4 տարվա մեջ ինչ արդյունքների է հասել։ Նրանք խոստովանում են, որ այդպիսի արդյունքների իրենք հասել են տասնամյակների ընթացքում։ Մեր ռազմարտությունաբերությունը ընդամենը 3-4 տարվա մեջ այսօր արտադրում է բարձր տեխնոլոգիական զինատեսակներ։ Դուք տեսաք հետախուզական, հարվածային անօդաչուներ եւ տարբեր տեսակի անօդաչուներ, տարբեր նշանակության համակիրառվող անօդաչուներ։ Մենք արդեն 4 տարի անց զենք ենք արտահանում։ Զենք արտահանելը դա սովորական թթվասեր կամ ծաղիկ արտահանել չէ։ Զենք արտահանելը դա նշանակում է, որ ներմուծող երկրները, որոնք գնում են մեզնից զենք, վստահում են մեր ռազմարտությունաբերությանը, բոլոր փորձարկումները անցել են եւ գտել են, որ գնի եւ որակի մեջ ամենահամապատասխանը հայկական զինատեսակն է։ Եվ արդեն բազմաթիվ միլիոնների մենք զենք ենք վաճառել